Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի փորձասրահն է։ Արտիստները պատրաստվում են համույթի հիմնադիր Նորայր Մեհրաբյանի 85-ամյա հոբելյանին նվիրված համերգին։ Ժողովրդական երաժշտության և Պարի ազգային կենտրոնի կազմում գործող 39-ամյա վաստակավոր կոլեկտիվում բարձր են գնահատում Նորայր Մեհրաբյանի ներդրումն անսամբլի կայացման, ստեղծագործական վերելքի և հանդիսատեսին միշտ զարմացնելու դժվար գործում։ Մաեստրո Մեհրաբյանը նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, հոբելյանական համերգը մեծ անակնկալ էր նրա համար։ Պետք ասեմ, ինչ որ նայեցի այսօր, իմ տպավորությունը հիանալի։ Իմ բարերը մի քիչ հոգեբանական ուրիշ է, սիրո վերաբերվում, սիրունա։ Պետք է սեր լինի, պետք է աչքերի կրակը լինի, սա լինի։ Այնպես պար չի ուղղակի, պար։ Դա ուրիշ աշխարհ է։ Ինձ համար այդպես է։ Եվ կարծում եմ հանդիսատեսի համար էլ այսքան տարի։ Համերգի ծրագիրն այս անգամ որոշել է անսամբլի գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանը, իսկ վարպետը վերջին շտկումներն է անում, հորդորում պարողներին բեմում լինել ծայրահեղ անկեղծ ու իրենց ամբողջ էներգիան փոխանցել հանդիսատեսին։ Ես շատ եմ սիրում իմ կոլեկտիվը, ես շատ եմ սիրում մեր երեխեքին, շատ եմ սիրում հայ երեխեքին։ Ոնց որ համերգ նայեցինք։ Արդարացրեցին ձեր սպասումները։ Այո, 100% կարող եմ ասեմ այո։ Չափանիշ չկա արվեստում, հացա ամեն ինչ չափանիշ չունեմ ես։ Սիրում եմ ես իմ արվեստը։ Ես սիրում եմ իմ արվեստը, իմ պարարվեստը։ Արտիստները սովոր են Մեհրաբյանի կարգապահությանը, ամեն ինչ անում են, որ մաեստրոն դժգոհ չմնա։ Բարեկամություն անսամբլը չեմ ուզում անպակորգոր բառեր ասել, բայց կարող եմ ասել, որ միշտ է զարմացրել իր արվեստով, իր դիսցիպլինայի առումով և իր գրագետ պարելու առումով, որը որ իհարկե եկել է Նորայր Մեհրաբյանից։ Պահանջկոտ է շատ, այսինքն ինքը իր արած աշխատանքը միշտ պահանջում է և ինչ որ միտեղ նաև պահանջում է էլ ավելիով, որովհետև նա ամեն մեկիս մեջ անհատապես տեսել է ինչ որ մի առավելություն, որ պահանջում է նույնքան, որքան կա մեր ներսում։ Օպերայի և բալետի ազգային թատրոնում ապրիլի 2-ին պարարվեստի սիրահարներն ականատես կլինեն 20-ից ավելի կատարումների։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։